շարունակում եմ դեռևս համարել, որ հիմա մենք այն ժամանակներում ենք, որ ստեղ ոչ թե անձի պաշտամունք է պետք, ոչ թե ինչ-որ մի հատ փրկչի բերել է պետք, այլ ստեղ պետք է համախմբել բոլոր գործունակ, կենսունակ ուժերը եւ սրան ռադանել։ Դրանից հետո մենք կարանք հայտնենք մեր քաղաքական ցանկությունների մասին, մենք կարանք հայտնենք մեր քաղաքական համակրանքների մասին։ Այսինքն երրորդ նախագահի հանդեպ ունենալ համակրանք չի նշանակում լինել ՀԿ անդամ մեկը մեռել է մարդկաց բացատրելով։ Հա, չի նշանակում օրինակի համար օրը ու գիշեր դնելու երրորդ նախագահի մասին բաներ գրել, բաներ ասել եւ այլն, պաշտպանելու առումով կամ բաներ, այո, որտեղ որ կա բացահայտ սուտ, կեղծիք ու անարդար քննադատություն, ես արձագանքում եմ, բայց անկեղծ ասեմ, նույն ձևով արձագանքել եմ առաջին նախագահային վերաբերվող բաներին, գրել եմ ասելով, ախպեր, մի ասեք, որ Լևոնն է Նիկոլին բերել, արա, մի ասեք, դա սխալ է։ Անժելայի տաղավարում եմ ասել ուղիղ եթերում կռիվա դարել։ Մի ասեք Լևոնը ինչից չի իմացել, ինչից չի իմացել։ Մի ասեք Լևոնը sense Լևոնը, մի ասեք Քոչարյանը բերեց բան արեց, հոկտեմբերի 27 արեց։ Ես բոլոր այդ դեպքերին եմ արձագանքել։